Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր սովորականի պես այս շաբաթօրով մեզ հետ են մեր կողքին։ Սիրելի բարեկամներ, պիտի ասեմ, որ մենք չենք խախտել ավանդույթը եւ աշխատում ենք հատկապես շաբաթ օրերին ձեզ ներկայացնել այնպիսի մարդկանց, որոնց հետ հանդիպումը իսկապես շատ հաճելի է եւ շատ կարեւոր։ Իսկ այսօր հավատացեք, բացառիկ հյուր ունենք Նազիկ Ավդալյան, Սպորտի վաստակավոր վարպետ, Սպորտի զարգացման Նազիկ Ավդալյան հիմնադրամի հիմնադիր նախագահ։ Բարև Նազիկ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ վերջապես մեր տաղավարում ես, անկեղծ ասած, ինձ իմ ընկերները հարցում են, ինչ է կատարվում Նազիկ Ավդալյանի հետ, ինչու չես հրավիրում Փակ TV։ Ես ասում եմ, ժողովուրդ, սպասեք, ամեն ինչ իր տեղն ու ժամն ունի։ Վերջապես դու մեր տաղավարում ես, բարև ես եկել։ Շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Ղուշյան։ Ինչպես եք ձեզ զգում։ Շատ լավ։ Դες ես կողքից հետևում եմ իհարկե քո քայլերին, երբ դու սպորտում ես, ինձ համար այդ ժամանակ գաղտնիք չկար, ես միշտ իմ տեսադաշտում էի պահում Նազիկ Ավդալյան մարզողուն եւ պիտի ասեմ, որ քո հաղթանակներով մենք շատ հպարտացել ենք։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն։ Դուք պատկերացնում եք սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանը ինչ փառահեղ է անցել։ Եվ այսօր նա մեր տաղավարում է։ Նազիկ, չես էլ փոխվել, գիտես, ինձ թվում է նույնիսկ մի փոքր ավելի երիտասարդացել ես, չգիտեմ, քաշային կարգը երևի նույնն է մնացել, 69-ը։ Դու, եթե չեմ սխալվում, 2016-ին հրաժեշտ տվեցիր մեծ սպորտին։ Ինչու անգարց որոշում ընդունեցիր, չէ՞ որ լավ մարզավիճակում էիր։ Իրականում այո, շատ լավ մարզավիճակում էի, դա ավտովթարից հետո էր արդեն, երբ որ 1.5 տարի էին զբաղվում էի սպորտով, բայց այնպես ստացվեց, որ իմ բալիկի հետ զրույցից հետո ես հասկացա, որ պետք է արդեն թողնեմ սպորտը, որովհետև Եվ տարիքս է բավականին մեծ։ Մի խոսատարիքից խնդրում եմ դու։ Սպորտային։ Սպորտով զբաղվելու համար։ Բայց այդ պատճառը էլի։ Եվ իմ տղայի հետ կապված զգացի, որ ինքը այնպիսի ստրեսային վիճակների մեջ էր հայտնվել, որ իրոք իմ սպորտը թողնելու ժամանակն էր։ Եկել էր։ Եվ պետք է, այո, պետք է ավելի շատ ընտանիքով զբաղվեմ։ Դեռ կարող է եւ ուզում է մի անգամ էլ Եվրոպայի մրցումների մասնակցել, նոր թողնել, բայց տեսնելով իմ բալիկը ապրումները հասկացա, որ ճիշտ չի լինի այդքան էլ։ Որոշեցիր հրաժեշտ տալ մեծ սպորտին, բայց երբեք չհեռանալ սպորտից։ Դե այո։ Պատահական չէր, որ նախաձեռնեցիր Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամը, որի հիմնադիր նախագահ, ինչպես ասացի դու ես։ Ինչպես առաջացավ այդ գաղափարը։ Իրականում ես սպորտի մեջ եմ եղել իմ ամբողջ կյանքում, 5 տարեկանից մինչև 17 տարեկան զբաղվել եմ ակրոբատիկայով, 18 տարեկանից արդեն ծանրամարտով։ Իրականում ծանրամարտով շատ քիչ եմ զբաղվել, համարյա 4 տարի ու կես, այդպես, որ ընդհանուր առմամբ վերցնենք, շատ կարճ է եղել իմ սպորտային կյանքը։ Բայց այդ ընթացքում հասցրել եմ շփվել շատ երեխաների հետ, հատկապես մարզերում, երբ որ սպորտից դուրս էի, ինձ հրավիրում էին հանդիպումների երեխաների հետ, ուսանողների հետ, այնտեղ գյուղում ապրող երեխաների հետ, ու ես անընդհատ տեսնում էի, թե մենք ինչ հզոր ներուժ ունենք մարզերում։ Մենք մարզերում ունենք պոտենցիալ աշխարհի եւ օլիմպիական չեմպիոններ։ Հիմա հավատացեք շատ կան մարզերում մենք ունենք շատ օլիմպիական չեմպիոններ։ Ու այդ միտքը ինձ հանգիստ չէր տալիս, ինչպես անել, որ այդ երեխաները կարողանան զբաղվել սպորտով։ Կարելի է ասել հենց անցած տարի եկա դրան, որ պետք է ստեղծեմ հիմնադրամ, որպեսզի կարողանամ գործունեություն անել, այն գործունեությունը, որը որ տարիների ընթացքում ես զգացել եմ, որ պետք է անել։ Եվ այո, պատահական չէր իմ հիմնադրամ ստեղծելու գաղափարը, որպեսզի կարողանամ դրա միջոցով մարզերում կառուցել մարզադպրոցներ, ոչ միայն մարզադպրոցներ, միջավայր, որտեղ երեխաները կկարողանան մարզվել, կրթվել եւ մտավոր եւ ֆիզիկապես, եւ նաեւ հոգեպես, եւ ունենալ այն պայմանները, որը որ պետք է պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու համար, որովհետեւ ես անցել եմ մի ուղի,
ու տեսել եմ, թե ինչ է պետք մարզիկին իրականում շատ պրոֆեսիոնալ ձևով զբաղվելու համար սպորտում։ Ես ունեցել եմ հնարավորություններ, եղել են նաև բացթողումներ իմ սպորտային կյանքում եւ ուզում եմ այդ իմ բացերը կարելի ասել լրացնել, որպեսզի երեխաները չունենան այդ բացերը մարզերում։ Դրա համար ստեղծեցի հիմնադրամ, որի միջոցով կկառուցվեն մարզադպրոցներ, որտեղ երեխաները կկարողանան զբաղվել սպորտով մարզերում, ապրելով իրենց հեռավոր գյուղերում։ Իմ համար ամենակարևոր խնդիրներից մեկը չլքելով իրենց գյուղերը, չլքելով իրենց մարզերը, մնալով, ապրելով եւ հենց այնտեղ հնարավորություն ունենան մարզվել։ Գիտեք, շատ դժվարի գործ է նախաձեռնել, ես պիտի ասեմ, որովհետեւ այսօր այս պայմաններում, երբ շատ խնդիրներ կան չլուծված, մարզերում հատկապես ստեղծել նոր մարզադպրոցներ, դա դյուրին չի տրվում, բայց չգիտեմ, քեզ ինչպես է հաջողում, կարողանում ես այդ հիմնադրամի միջոցով հավաքագրել այն գումարները, որ կարողանաս հետո ասենք այս կամ այն շրջանում, այս կամ այն մարզում, այս կամ այն գյուղում ինչ որ մարզօջախ ստեղծել, դժվար չի քեզ համար։ Իրականում շատ դժվար է, բնականաբար դժվար է, որովհետև գաղափարը շատ մեծ է եւ դրա տակ շատ կարեւոր միտք կա, թե ուր ենք ուզում գնալ մենք, ինչ որակի մարզիկներ ենք ուզում ունենալ մենք, ոչ միայն որպես մարզիկ, այլ նաև անհատներ։ Դրա համար, եթե ուզում ես շատ հեռուն գնալ, չպետք է ակնկալել, որ ճանապարհը հեշտ կլինի։ Հատկապես հիմա, այո, մենք ապրում ենք այնպիսի մի շրջանում, որ այո, դժվար է գումարների հավաքագրումը, բայց դրա տակ կա գաղափար։ Եվ ես այդ դժվարություններից չեմ վախենում, ինչի համար, որովհետև տեսնում եմ ուր եմ գնում, որովհետև տեսնում եմ այս քայլերն անելուց հետո մենք ինչ արդյունքներ կունենանք։ Ու հատկապես այո, հենց հիմա է պետք, որովհետև եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ սերունդ, պետք է հիմա գործել, չմտածել, որ պայմանները լավանան, հետո մենք կարողանանք անել, որ կարողանանք անել, պետք է ինչ-որ մի բան անենք, որ ունենանք այն, ինչ որ ուզում ենք ունենալ։ Կարելի ասել դրանք ոչ թե մարզադպրոցներ են, գեղեցիկ պատեր, որտեղ երեխաները կարողանան զբաղվել միայն սպորտով։ Կառույցը կոչվում է NAV բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոն։ Երեխաները որտեղ կարողանան ստանալ համապարփակ կրթություն։ Նաև սպորտային որակներով պետք է օժտված լինի մարզիկը։ Հենց դրա համար նաև ոչ թե միայն սպորտով զբաղվելն, այլ ներառել ենք փափուկ հմտությունները, որտեղ երեխաները կկարողանան ունենալ մի շարք որակներ, կրթվել ընթացքում դեռ փոքր տարիքից, ինչպիսին են օրինակ ժամանակի կառավարում, հույզերի կառավարում, հաղորդակցման հմտություններ, թիմային մտածելակերպ, շատ տարբեր որակներ կան, որ մարդը պետք է օժտված լինի, լինելու է սպորտային հոգեբանություն, լինելու է սպորտային բժշկություն, այն ամենը, որը մեզ կօգնի հենց պրոֆեսիոնալ ձևով զբաղվել սպորտով։ Տեսեք, ես անցել եմ մի ճանապարհ եւ ուզում եմ ես իմ ոլորտում իմ ներդրումը ունենալ այս ձևում, որովհետեւ տեսնում եմ, թե մենք ինչ հզոր սպորտային ազգ ենք, թե մեր մեջ ինչքան ներուժ կա եւ չօգտագործել այդ ներուժը համենայն դեպս մի քիչ սխալ կլինի, դա կլինի այն, որ մարդ ունենա մի ուժեղ կողմ եւ չօգտագործի այդ ուժեղ կողմը, մտածի մնացած թույլ կողմերն ուժեղացնելու վրա։ Մենք իրականում, այո, սպորտային ազգ ենք, ֆիզիկապես ուժեղ ազգ ենք եւ մենք հատկապես մարզերում, հատկապես գյուղերի երեխաները, եթե մենք շեշտը տնենք նրանց վրա, որը իրոք շատ դժվար է իրականում, բայց մենք կարող ենք համարվել աշխարհում հզորագույն պետություններից մեկը սպորտի ոլորտում։ Այո, եւ ասեմ դրա օրինակ ունենք, մենք տեսանք, թե ինչպես ժամանակին Դարփինի աշակերտ Ալբերտ Ազարյանը դարձավ աշխարհի Եվրոպայի օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, նույն Վլադիմիր Ենգեբարյանը մարզից գնաց հացավ Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի աղթող, սա մեր պոտենցիալի մասին է խոսում, եւ այսօր դու լինելով մարզաշխարհին մոտ կանգնած մարդ,
հասկանում ես, թե իսկապես ինչ հզոր պոտենցիալ կա մեր շրջաններում։ Եվ պատահական չէ, ես քեզ լավ հասկանում եմ, որ ասում ես մենք ունենք օլիմպիական չեմպիոններ, աշխարհի չեմպիոններ։ Իրոք այդ երեխաները վաղվա օլիմպիական ու աշխարհի չեմպիոններն են։ Դու պատահական չես ասում դա։ Դու քո անձնական փորձով ես դա ասում։ Ես դա ասում եմ իմ տարիներով այցելություն մարզերից ելնելով, անընդհատ երեխաների հետ շփում ունենալով։ Եվ ինձ որ հարցնում են, այո, դժվար չէ նաս, բա ուրիշ բան չէիր կարող անել, ամեն ինչ կարող էի անել, ես կարող էի իմ կյանքը վայելել եւ ոչ միայն Հայաստանում, բայց ես մեղքի զգացում էի անընդհատ ունենում։ Ու այն ճանապարհը, որ ես անցել եմ, այդպես չծառայեցնելով այն, այդպես ասեմ, չծառայեցնելով մյուս սերունդներին, ես կհամարեմ, որ անիմաստ եմ անցել այս ճանապարհը։ Քանի որ շատ դժվար ճանապարհ եմ ես անցել իմ կյանքում, որը որ եղել է օրինակ շատերի համար, ինչի համար ես շատ ուրախ եմ եւ հանուն դրա ես եւս մի անգամ կանցնեմ, որովհետեւ ես տեսել եմ, թե ինչքան հարյուրավոր հազարավոր մարդկանց օգուտ է տվել։ Չգիտեմ, եւ երևի հենց այս անցածս ճանապարհն է ինձ պարտավորեցնում անել այս գործը։ Եվ եթե ես չտեսնեի, իրոք այդ երեխաներին, իրոք այդ պոտենցիալը ես չտեսնեի, ես իմ ամբողջ կյանքս կարելի է ասել, ես հիմա դա մի տարվա, երկու տարվա գործ չէ, ես իմ ամբողջ կյանքը ներդնելու եմ դրա մեջ։ Ես այդ քայլը չէի անի։ Հասկանալի է, նա դու գիտես, թե ինչ հրաշալի ավանդույթներ ունի հայկական ծանրամարտը, շերի բարեկամներ, սովորաբար ծանրամարտով այսօր զբաղվում են 6-7-8 տարեկան երեխաները։ Նազիկ Աբդալյանը ծանրամարտով սկսել է զբաղվել 18 տարեկանում, պատկերացնում եք, այս տարիքում սովորաբար շատերը թողնում են սպորտով զբաղվելու իրենց այդ երազանքները, բայց Նազիկ Աբդալյանը եկավ ապացուցելու, որ ցանկացած տարիքում կարելի է զբաղվել սպորտով եւ հասնել լուրջ հաջողությունների։ Բայց դու ինչից ելնելով հանկարծ ակրոբատիկայից, չէ՞, ասեցիր, անցար ծանրամարտին եւ 18 տարեկանում կարողացար հավատալ, որ դառնալու ես Եվրոպայի աշխարհի չեմպիոն։ Սա ինչով ես բացատրում։ Հայկական ծանրամարտի ֆենոմենով։ Ես ուղղակի ուզում էի մնալ սպորտի մեջ այդ տարիքում։ Իսկ ակրոբատիկան ինքը բավականին երիտասարդ սպորտաձև է եւ մենք արդեն երյակ էինք ու թողնում էինք սպորտը, որովհետեւ մեր երյակը քանդվեց, մեր աղջիկներից մեկը գնաց Հայաստանից, մեր արդեն վերևի աղջիկը բավականին մեծացել էր, ծանր էր, ինձ համար շատ դժվար էր եւ բնականաբար արդեն 17-18 տարեկանից էլ չեն զբաղվում ակրոբատիկայով, կարելի է այդպես ասել։ Բայց ես զգում էի, որ դեռ ներուժ կա իմ մեջ ու ես մեծ ցանկություն ունեմ սպորտում մնալու։ Դրա համար երևի կյանքը բերեց նրան, որ ես սկսեմ զբաղվել ծանրամարտով։ Իրականում ես ծանրամարտը որպես այդպեսին չեմ սիրել, ավելի ճիշտ ոչ թե չեմ սիրել, կանացի սպորտաձև չեմ համարել։ Ու իմ ընկերուհիներից մեկը, որ հաճախում էր ծանրամարտի, իրականում ես շատ խիստ քննադատում էի, ասում էի, որ դա ինչ աղջկա սպորտաձև է, ինքը ինձ կարելի ասել համոզելով մի անգամ իր հետ տարավ մարզադահլիճ եւ դա եղավ ճակատագրական։ Ես սկսել եմ զբաղվել ծանրամարտով միայն նրա համար, որ սպորտում մնամ։ Բայց հետագայում արդեն ամիսներ հետո, երբ որ ես հասկացա ծանրամարտը ինչ է, իրականում զգացի այդ սպորտաձևի նրբությունը, թե ինչ ինքը գերկենտրոնացում է պահանջում, ինչ հոգեբանություն է պահանջում եւ ֆիզիկական տվյալները բնավ առաջնային չեն, ծանրամարտը կարելի է ասել մի այլ կողմից տեսա, ես հասկացա, որ այդ այն սպորտաձևն է, որով որ ես ուզում եմ զբաղվել։ Ու հետագայում երևի թե կարելի է ասել ոչ թե իմ ցանկություններ, այլ իմ երազանքները մնալ սպորտի մեջ եւ կյանքը ինձ տարավ դեպի ծանրամարտ։ Հայկական ծանրամարտը պարզապես հիանալի ավանդույթներ ունի։ Բավական է ասել, որ հատկապես մեր տղամարդիկ այնպիսի ֆենոմենալ արդյունքներ են ցույց տվել, սկսած Յուրի Վարդանյանից, Յուրի Սարգսյան, Օքսեն Միրզոյան, աշխարհի չեմպիոններ, մի առաջնությունում 3 հայմարժեք, 3 ոսկե մեդալ, սա ֆենոմեն է։ Եվ ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանը այն ժամանակ դեռ կարող էր խորհրդային միությունում աշխարհում թիմային հաշվարկով ճանաչվել աշխարհի լավագույն հավաքականը։ Նրանց հաջողություններն են քեզ ոգեշնչել։ Այդ միանշանակ, քանի որ արդեն այն մտածելակերպը, որ այդ ֆենոմենները Գյումրիից են,
ուրեմն ես էլ եթե կարող եմ ինչ-որ մի բան անել, իրենց գիտեք այդ էներգիան միանշանակ զգացվում է։ Հավատացեք, այն մարզիկը, ով որ Գյումրիից է ուզում է ծանրամարտով զբաղվել, ինքը արդեն դա մի այդպես ասեմ հոգեբանորեն շատ ուժեղ մոտիվացիա է, որ եթե այդ չեմպիոնները Գյումրիից են, ուրեմն իրենք էլ ինչ որտեղ ավելի շատ հնարավորություն ունեն դառնալու։ Չգիտեմ, դա ինձ թվում է օգնում է։ Այդ շատ մեծ մոտիվացիա է, շատ։ Ես գիտեք միշտ ապշել եմ, քանի որ շատ մեծ թվով գյումրեցի ընկերներ ունեմ, հատկապես մարզաշխարհը ներկայացնող, միշտ ապշել եմ Գյումրի այդ մարզական տեսակով, որովհետև ես հիշում եմ, դե դու երիտասարդ ես, այդքան չես հիշի, երբ 88 թվականին տեղի ունեցավ կործանարար երկրաշարժը, պատկերացնում ես այդ երկրաշարժից չանցած 6 ամիս հետո Գյումրին տվեց աշխարհի 5 չեմպիոններ տարբեր մարզաձևերից։ Սա պարզապես ֆանտաստիկ արդյունք է։ Եվ մի առիթով Յուրի Վարդանյանին ասեցի, լավ, այ բար, դուք գյումրեցիք, ո՞նց եք կարողանում այսպես ներկայանալ աշխարհին։ Դե ասեց Ափշյան, ասեց, որ սպորտը ուրիշ չլի, ծանրամարտը բավական է, որ մենք աշխարհին ներկայանանք առանձին թիմով եւ հաղթենք միշտ թիմային հաշվարկում։ Ինքը իրոք մեծ մարզիկ էր Յուրան եւ ես բախտ եմ ունեցել նրա հետ լավ ընկերներ լինել, անցել ենք շատ հետաքրքիր ճանապարհ։ Այ դու ծանրամարտում ունես քո կուրքը, որը քեզ համար ուղենիշ է եղել։ Իրականում իմ շփումն է Յուրի Վարդանյանի հետ, ես մի անգամ շատ հետաքրքիր շփում ունեցա այդպես, իմ Յուրի Վարդանյանը բնականաբար բոլորի կուրքն է, եւ ես եւ բացառություն չեմ ես ու առաջի անգամ որ ծանրամարտով սկսեցի զբաղվել, որ մտել եմ մարզադահլիճ, իր նկարն եմ տեսել, այդ ոգևորությունը մենք նաեւ ունեցել ենք Օքսեն Միրզոյան, Վարդան Միրզոյան եւ դա շատ մեծ ոգևորություն է։ Անդրադառնամ իմ ու Յուրի Վարդանյանի զրույցին, ավտովթարից հետո, երբ որ մենք հերթական մեր հանդիպման ժամանակ ասեցի, որ որոշել եմ պարապեմ, ասեցի պարոն Վարդանյան, ասում է ինչ պարապես, ծանրամարտով նորից զբաղվես, ասում եմ, դե հա, ցանկությունս մեծ է։ Ասաց Նաստյան, ծանրամարտով նույնիսկ առողջ մարդը այդքան տարիներ սպորտը թողնելուց հետո չի կարող վերադառնալու ինչ որ մի հատ արդյունք անել։ Ասում է ավելի լավ է, բեր դու քեզ խայտարակ մի արա, այդ քարափեշիցը թափի, 6 տարի սպորտից դուրս ես եկել, ավտովթարի ես ենթարկվել, ողնաշարի կոտրված ես ստացա ավտովթար ժամանակողերի կոտրված դելտայաձև մկանս կտրվեց ու դրանից հետո այդպես ես որոշել էի նորից զբաղվել, հետո որ դարձա Եվրոպայի չեմպիոն, մենք նորից հանդիպեցինք, Յուրիկն ինձ ասեց, նախ շնորհավորեց ու ասեց Նաստյան, ստեղ երկու վերսիա կա, երկու տարբերակ, կամ ես լավ մասնագետ չեմ, կամ դու ես ֆենոմեն։ Ասեցի պարոն Վարդանյան, բեր երկրորդ տարբերակը էլ այդ երկուսից է ձեռք է տալիս։ Իրականում շատ հետաքրքիր էր այդպիսի լեգենդից։ Լեգենդ շատ կարճ կյանք ունեցավ, բայց նա հասցրեց աշխարհին ներկայացնել մեր ազգը, իհարկե, մեր պետությունը։ Ես շատ ցավում եմ իհարկե Յուրիի համար։ Լավ, տղատ այսօր արդեն 11 տարեկան է։ Սպորտով զբաղվում է։ Նա զբաղվում էր գիմնաստիկայով, մարմնամարզություն, 3 տարի զբաղվեց մարմնամարզությամբ, իրականում շատ կուզեի, որ մնար այդ սպորտաձևում, քանի որ շատ լավ տվյալներ ունի, իր մկանային համակարգն է շատ սպորտային է, որակապես լավն է, բայց ստացավ Խաչաձև կապանի, ծնկի Խաչաձև կապանի լիարժեք կտրված, ասեմ նույն վնասվածքը ես եմ ստացել, էլի նույն ճիլը նույն տեղից կտրվել է, իմը վիրահատեցին, ես նոր շարունակեցի մարզվել, բայց իրեն արդեն որպես մայր վախեցա, ճիշտ ասած բժիշկներն էլ ասեցին, որ դեռ փոքր է, չեն կարող վիրահատել, այդպես աճման զոնաները կվնասվի, եւ դուրս եկավ սպորտից, գիմնաստիկայից դուրս եկավ, բայց հիմա զբաղվում է սնոուբորդով։ Ավելի վտանգավոր մարզաձևով։ Կարելի է ասել, այո, բայց
բայց քանի որ նորից որոշել է սպորտ մտնել եւ ոչ սիրողական, ասեմ շատ լուրջ է տրամադրված եւ իր արդեն այդ տրամադրվածությունը ինձ էլ է ստիպում ավելի լուրջ մոտենալ իր երազանքին ու նպատակին։ Մի հատ այդպիսի պատմություն ասեմ։ Ուրեմն դե սնոուբորդի այդ պարագաները, գլխարկը, շորերը, ամեն ինչ պետք է համապատասխան լինի ու եւ լավ որակով լինի, որպեսզի երեխան կարողանա, ես էլ ապահով լինեմ, որ երեխան սարերի վրա ու այդպես փոքր կարողանա ճիշտ անի գոնե պարապմունքները, վնասվածք չստանա։ Ու այդ ամեն ինչը գնելու համար ինքը անընդհատ ասում էր՝ «Մամ, սնոուբորդ, այդ գլխարկները, ագնոսները, բան»։ Ասացի՝ «Վայ, եթե դու ինչ որ ներդրում անես քո երազանքի, քո նպատակի մեջ, մնացածը ամբողջը ես կանեմ»։ Ուրեմն այնքան այդ պահը ամեն անգամ հիշելուց ինձ եմ հուզվում, եկե զանգեց, ասեց՝ «Մամ, ես արել եմ, հիմա քո հերթն է»։ Ասում եմ՝ «Եվ ինչ ես արել»։ Ասում եմ՝ PlayStation-ս վաճառել եմ, ու իմ սնոուբորդը ես եմ առնում, մնացածը դու ես առնում։ Ասեցի՝ «Կառնեմ, այն ինչ ուզում ես»։ Ու այն PlayStation-ը, որ ինքը ինձ տարիներով անընդհատ ես չէի ուզում առնել, որովհետև երեխան է տեսնում եմ անընդհատ դրա դիմաց, ինքն է մի տարի անընդհատ օր ու գիշեր, այդպես դպրոցից տուն էր գալիս, շատ էր սիրում։ Ու այդ իր քայլը ինձ արդեն ստիպեց ավելի լուրջ մոտենալ իր նպատակին, չգիտեմ, այդ ինձ համար շատ կարևոր բան էր։ Ես կա արդեն պատկերացնում եմ, նա հատկապես զմռան ամիսներին Ծաղկազորի լեռներից տուն չի գալու, այո։ Չէ, եթե սիրում է, թող գնա իհարկե, դե դու ինքդ իսկական մարզիկ ես եւ գիտես։ Լավ, նորից վերադառնանք Նազիկ Ավդալյան այդ հիմնադրամին, սպորտային հիմնադրամին, որի հիմնադիր նախագահ դու ես, եւ ես ուզում եմ, որ դու այնուամենայնիվ շարունակես այդ շատ կարևոր գործը։ Հավատա, շատ երկրներում մենք ցավոք դեռ զարգանալու, այսպես կայանալու շատ ճանապարհ ունենք անցնելու, բայց դու մի դժվարին ուղի ես բռնել, որը տանում է իհարկե դեպի Օլիմպոսի գագաթը, որտեղ դու հայտնաբերելու ես այն քո ասած ապագա օլիմպիական աշխարհի չեմպիոններին, որոնք այսօր գտնվում են մեր տարբեր շրջաններում, մարզերում, գյուղերում։ Գործից այդ քո սկսած գործից հետքայլ չանես, որտեղ դա շատ կարևոր է։ Եվ հավատա, որ հատկապես այդ մարզերում, գյուղերում, այդ շրջաններում մարդիկ հավատով են նայում Նազիկ Ավդալյան սպորտային այդ հիմնադրամին, որը նրանց համար այսպես մի լույս է, մի ճանապարհ է, որը տանում է, նորից եմ կրկնում, դեպի Օլիմպիոսի բարձունքը։ Այ դժվարությունները ես կարծում եմ չեն կոտրելու։ Իրականում ես շատ լավ պատկերացրել եմ ինչ դժվարություններ կարող են լինել եւ պատկերացրել եմ, որ այո, շատ դժվարություններ կարող է լինեն, որը որ չեմ նախատեսում, դրանք էլ եմ նախատեսել։ Բնականաբար շատ դժվար է լինելու, քանի որ ես ստեղծել եմ մի բան, որի մեջ փորձ չունեմ ու ամեն ինչը առաջի քայլից է լինում։ Հիմա արդեն 1 տարի է ինչ հիմնադրամը կա, նախագիծը արդեն կա, բավականին ընկերներ ու գործընկերներ արդեն ունենք, որը որ ինձ շատ է ուրախացնում։ Մարդիկ եղան, նույնիսկ ընկերություններ եղան, ովքեր դեռ գաղափարից դեռ են միտքը, որ նոր միտքը կար, հավատացին, դրա կարևորությունը տեսան ու առաջի դեռ այդպես մտքից իմ կողքին էին, փորձեցին ինձ հետ միասին իրականություն դարձնել դա եւ հիմա մենք ունենք մի հրաշալի նախագիծ, որը նախագծել է Անահիտ Թարխանյանը, իդեպ նա իմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում է նաեւ, ինչի համար անչափ շնորհակալ եմ իրեն։ Մի այնպիսի գրագետ ու գեղեցիկ կառույց է ստեղծել, որը որ կարելի անել եւ հարթավայրային տարածքում, եւ լեռնային, այնքան ճկուն ու այնքան ճիշտ նախագծված է, ու եւ մարզերի համար ամենակարևորը։ Ասեմ, որ արդեն մենք ունենք պետության աջակցությունը, համայնքը տրամադրել է 14000 քառակուսի մետր հողատարածք, արդեն հիմնադրամին է նվիրատվություն արվել անհատույց եւ անժամկետ, որպեսզի կառուցվի այդ կառույցը։ Մենք ունենք արդեն գործընկերներ, որոնց հետ համագործակցում ենք։ Իդեպ ասեմ, ֆինանսական, իրավաբանական եւ հաշվապահական մասն ամբողջությամբ անում է Grant Torrent-ը, էլի նորից առաջի
օրվանից մեր հիմնադրամի հետ էին կարելի ասել առանց այդպես գաղափարին միացած եկել են մինչև այս կետը, ինչի համար եւս իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել իրենց եւ բոլորին չեմ ուզում անուններ տալ, որովհետեւ կարող եմ մոռանամ եւ հետո ես եմ դա ծանր տանում, թե ինչի մոռացա այս մարդու կամ ընկերության անունը։ Եվ իմ ամենակարևոր երազանքն ու ցանկությունն է, որ այս նախագիծը դառնա ազգային, որպեսզի ընդհանուր մինչև տնային տնտեսուհուց ամենախոշոր գործարարը ներդրում ունենա այս ծրագրի մեջ, քանի որ դա իմը չի, դա մեր երեխաներունն է, մեր մարզերի, հատկապես մարզերի երեխաների զարգացմանն է միտված եւ ինչի համար եմ ուզում լինի ազգային։ Տեսեք, մենք փոքր պետություն ենք, փոքր երկիր ենք, շատ էմոցիոնալ։ Մենք ամեն մի մարզիկին ճանապարհելուց Եվրոպայի, աշխարհի օլիմպիական խաղերին մենք ինչ էմոցիաներով ենք, սպասումներով ենք դիտում մրցումները, բալետ անում, այդպես ցավում, ուրախանում։ Եվ հենց դրա համար եմ ուզում լինի ազգային, որպեսզի այն թեկուզ փոքր թվացող ներդրումը, այդպես որ մարդիկ ասում են ամիսը ինչ է, օրինակ 500 դրամը, բայց տեսեք հազարավոր մարդկանց այդ 500 դրամը մի օլիմպիական չեմպիոն կարող է պատրաստել դա։ Եվ յուրաքանչյուրը տեսնելով այդ մարզիկին իմանա, որ ինքը ներդրում ունի այդ մարզիկի ամբողջ ճանապարհի մեջ։ Այդ էմոցիոնալ կապը եւ հենց այդ թիմային մտածելակերպը, ազգային մտածելակերպը ես ուզում եմ որ լինի այս ամեն ինչի մեջ։ Եվ բոլորը յուրաքանչյուրը իրենցը համարեն այդ ամեն ինչը։ Նազիկ, շնորհակալ եմ, որ եկար, իմացիր, որ Փակ TV-ն էլ քո այդ նախագծի կողքին է, մենք ինչով կարող ենք միշտ խաջակցենք, առիթի դեպքում կարող ես եւ դու եւ ձեր կառույցի ցանկացած ներկայացուցիչ գալ մեր տաղավար, բարձրացնել այն հարցերը, որը ձեզ համար կարեւոր է, մենք էլ կփորձենք օգտակար լինել։ Իսկապես հրաշալի ազգանվեր գործ ես նախաձեռնել, քեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ շատ։ Ուրախ եմ մեր հանդիպման համար։ Սիրելի բարեկամներ, իսկապես հրաշալի միանձնավորության ենք այսօր մենք հյուրը կալել սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանն էր մեր տաղավարում, հրաշալի միանձնուհի, ում հետ միշտ հաճելի է եւ զրուցելը եւ այսպես շփվելը։ Ես ուզում եմ նրան մաղթել իր բռնած գործում առաջիկա մեծ հաջողություններ եւ ամենակարևորը եկեք ով ինչով կարող է աջակցենք այս հրաշալի կառույցին։ Այսօր այսքանը, ցտեսություն։